Բարև ձեզ, Եվրոմեդիա 24-ի տաղավարում այսօր զրուցելու եմ կոնցեռն դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Օրբելյան։ Պարոն Օրբելյան, օրերս Սահմանադրական դատարանը կայացրեց որոշում 4 տարի անց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի հետ կապված, ըստ էության ճանաչելով այն սահմանադրական, սակայն գույքի հետ կապված երկու առանձնացում էին արել, որ պետք է գույքը, որ անցնում է օրենքով հարուցված վարույթում, լինի կապված հանցագործության հետ եւ ձեռք բերված լինի պաշտոնավարումից հետո։ Սա ինչ ազդեցություն է ունենալու այս օրենքով հարուցված վարույթների քննության վրա, դուք էլ կարծեմ ունեք այդպիսի վարույթներ։ Նայեք, հետևյալն է խնդիրը։ Իրականում Սահմանադրական դատարանի որոշումը քանի չլինի, ամբողջությամբ չընթերցենք, հիմնավորումներին չծանոթանանք, մի քիչ դժվար է կանխատեսել այլ ինչ կետերի անդրադարձ կատարել։ Բայց մի հանգամանք ակնհայտ է, որ առնվազն գործերը, երբ որ դատարանում քննվում էին, բազմաթիվ անգամ բարձրաձայնել ենք, այդ թվում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը առնվազն մի քանի որոշումներ, ավելի թարմ որոշումների մասին է խոսքը կայացրել էր հենց ենթադրյալ հանցագործության եւ գույքի միջև կապի հետ կապված, բայց դատարաններում մենք ստանում ենք հստակ դիրքորոշում դատախազությունից, որ մեր օրենքը նման պահանջ չի դնում եւ նման պահանջ չդնելու պայմաններում մեր մոտ չկա պարտավորություն, մեր մոտ նկատի ունենք դատախազության մոտ որևէ կերպ հիմնավորել գույքի եւ ենթադրյալ հանցագործության կապը։ Ու մենք բարձրաձայնում ենք, որ դա խնդրահարույց է, որովհետև նույն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համատաբարելի թարմ մի շարք որոշումներով հիմնականում բուլղարական գործերն են քննարկվում, Թյոդորով, հետո Յորդանով, վերջերս էլի 6-7 հոգու հետ կապված որոշումներ էր կայացրել, որտեղ դատարանը արձանագրում էր, որ անկախ բուլղարական օրենսդրությունից, որտեղ հղում անում էին, ասում էին, այ բուլղարական օրենքն է այդպեսին դրա համար է խնդիր տեսել, անկախ այդ օրենսդրությունից կամ անկախ սպეციფიկ կարգավորումներից, եթե վարույթը ի սկզբանե հարուցվում է ինչ-որ հանցագործության հետ կապված, ապա այդ բռնագանձվող գույքը չի կարող կապ չունենալ հանցագործության հետ։ Հակառակ դեպքում մենք անհամաչափ խնդիրներ ենք ունենում, անհամաչափության խնդիր եւ ավելին ստացվում է, որ հանցագործության համար չպատժվելով կամ պատժվելով մի հատ էլ հավելյալ նրա նախկինում ձեռբերված գույքի բռնագանձման խնդիր է դրում։ Մենք խորհրդային միությունների խորհրդային միության որոշ ժամանակում այդ կոնֆիսկացիայի ինստիտուտը ոնց որ վերականգնվում էր, որը կապ չուներ գույքի հետ, կոնֆիսկացիա անենք իր օրինական գույքը։ Հիմա մենք ունենք վարույթներ ու դեռևս էլ շարունակում ենք ունենալ վարույթներ, որտեղ մարդը օրինակ պաշտոնը սկսել է որևէ պաշտոն ստանձնել է ենթադրենք 99 թվականին, բայց բռնագանձած ցանկություն կար 96 թվականին ձեռբերված գույքը։ Ունենք դեպքեր, երբ որ մարդը պաշտոն է ստանձնել օրինակ 2010 կամ 11 թվականին, բայց ցանկանում են բռնագանձել դրա նախորդող ժամանակահատվածում գույքը։ Ունենք վարույթներ, ոչ թե ունենք բոլոր վարույթները, որոնք ունենք, հետեւյալ պատկերն է դատախազության ուսումնասիրությունը ըստ իրենց վերում է նրան, որ չնայած ենթադրյալ հանցագործությունը տեղի է ունեցել, որը մեղադրվում էր անձը օրինակ 12, 13, 14 թվականին, այ բայց 90 քանի թվականին, երբ որ անձը նույնիսկ պաշտոնատար անձել չէր, ինչ որ գույք ձեռբերելուց չուներ դրամական միջոցներ։ Այստեղ ուզում եմ մի քիչ ուշադրություն հրավիրեմ, օրենքի անունն է մեջ փոթմունք առաջացնում։ Այդ ապօրինի բառը տպավորություն է ստեղծվում, որ խոսք ունենք ինչ որ ոչ օրինական գործընթացի հետ։ Դատական նիստերում դատախազությունը շատ հստակ ընդունում, բարձրաձայնում է, ասում ապօրինին այդքան էլ ապօրինի չի, ապօրինին դա օրինական գույք է, ուղղակի թղթերով չկարողանում հիմնավորի դրա ձեռքբերելը։ Մենք շատ հստակ բարձրաձայնել ենք մի քանի անգամ, որ 90-ականներին ձեռքբերված գույքի հիմնավորումները թղթերով պրակտիկորեն անհնար է, նու դրամական միջոցները։ Թղթերը չի եղել, կամ եղել է չի պահպանվել, որովհետև ասենք 93 թվականին գործարք անելուց կամ ինչ-որ բիզնես գործունեություն իրականացնելուց կամ 95 թվականին կամ 98 թվականին ոչ մեկի մտքով չէր անցնում, որ այս թղթերը պետք է պահպանենք։ Ասենք ունենք դեպքեր, երբ որ ինչ-որ հին ֆաքսի գրություններ են գտնում, որը համարը չի պահպանվել, որովհետև ով որ ֆաքսի հետ գործ ունեցել է, գիտի որ ֆաքսը տպված, եթե լույս է տեսնում, սկսում է քայքայվել, նույն ՀԴՄ կտրոնն է։ Հետևաբար, եթե պահպանելու խնդիր կա, պետք է մի հատ քսերոքսաներ, սկանաներ, ինչ որ լուսանկարեր եւ այլն։ Պետական արխիվները չեն պահպանվել։ Մարդաս մեծ ավտոմեքենա եմ ունեցել, ավտոմեքենաների տվյալները չկան։ Մարդաս մեծ աշխատել եմ, ասում ենք անհատական հաշվառումը տեղի չի ունեցել բաների անհատական հաշվառումը եկամուտների եւ եկամտահարկի տեղի չի ունեցել։ Ասում եմ, ես գյուղատնտեսական գործունեություն եմ իրականացրել տան հարակից, ասենք,
ջերմուց եմ ունեցել, պտղատու այգի եմ ունեցել եւ կան վկաներ, որ գործունեություն եմ իրականացրել, դրանք որևէ ձև չեն ֆիքսվում, դա համապատասխան դատարանում իհարկե վկաներով հնարավոր կլինի այս հարցը լուծել, բայց դա ընդհանրում է հսկայական ծավալի աշխատանք բեր հանել 30 տարի առաջ տեղի ունեցած գործընթացները։ Հիմա վերադառնամ ձեր սկզբի հարցին, էլի, այսինքն ապօրինի, սա էլի կարևոր է, չի ընդհանրում ապօրինի։ Ապօրինի դա հանցավորը չի։ Ապօրինի դա ուղղակի, որ դատախազությունը չի գտել թղթերը, ինչով այդ անձը ձեռք բերել։ Հիմա ինչ ասեց Սահմանադրական դատարանը։ Սահմանադրական դատարանը ըստ էության արձանագրեց, որ եթե վարույթը հարուցված է, որովհետև տարբեր հիմքեր կար, քրեական գործի հիման վրա, այսինքն անձին մեղադրում էին այսպես կոչված կոռուպցիոն հանցագործություններից որևէ մեկը կատարելու մեջ, անկախ նրանից մեղավոր է ճանաչվել, արդարացվել է, ինչ արել, սա ուրիշ հարց է, սա պետք է դիտարկենք, բայց բռնագանձվող գույքը չի կարող կապ չունենալ այս հանցագործությունների հետ։ Այսինքն չեն կարող ասել, այ ենթադրվում է, որ X մարդը ստացել է պայմանական կաշառք կամ տվել է կաշառք կամ հարկերից են խուսափել կամ կատարել է ինչ-որ մի հատ ենթադրյալ հանցափողերի լվացում կամ որևէ այլ հանցագործություն, օրինակ 2019 թվականին ենթադրենք, հա, բայց ինքը ձեռք էր բերել գույք 2010 թվականին, ուրեմն դա ապօրինի էր։ Այսինքն պնդում է, որ 10 թվականին գույք ձեռք է բերել, որովհետև գիտեր, որ 19 թվականին հեսակաշառքը ստանալու պետք է ինչ-որ ձևով գործարք անեն, ոչ մի հնարավոր տրամաբանական կապի մեջ չկա։ Եվ Սահմանադրական դատարանը դա կետերից մեկով արձանագրել է։ Հիմա այդ կապը ինչպիսին պետք է լինի, ինչպիսին չլինի, ինչքան ուղղակի, ինչքան անուղղակի կտեսնենք որոշման մեջ, բայց չեմ էլ կարծում, որ կապը պետք է լինի այնց լրիվ աբստրակտ։ Այսինքն, եթե մենք դիտարկում ենք նույն Եվրոպական դատարանի որոշումները, ապա ակնհայտորեն կապը պետք է լինի որոշակի պատճառահետևանքային կապ։ Եվ օրինակ այդ իմ նշած Յորդանովի գործով հանցագործությունից միջև բռնագանձում անցել էր բավականին երկար ժամանակ, 6 թե 7 տարի, դատարանն ասում է, որ հետո է այս գույքը ձեռք բերել, դա դեռ չի նշանակում, որ կապը կա։ Պետք է ցույց տալ դրամական միջոցների շարժը, հոսքը, որ այս ենթադրյալ կաշառքը գտել եք, այս կաշառքը ինչ-որ մի ձև վերափոխվել, ձևափոխվել եւ վերջում դառել է այս գույքը, որ ուզում եք բռնագանձել։ Մյուս կետը վերաբերվում էր պաշտոնատար անձանց օպերատիվ տվյալների հիման վրա պաշտոնատար անձանց դեմ հարուցված վարույթներին։ Այստեղ էլ ասում է, չես կարող օպերատիվ տվյալ ունենաս, որ X մարդը, ով որ պաշտոնատար անձ է եղել կամ կա, ենթադրվում է, որ ինչ որ տեղից ունի ապօրինի գույք, ապօրինի կրկին օրինական եկամուտներով չհաստատվող, ու մենք սկսում ենք վերստուգել նրա դեռևս պաշտոնատար անձ չեղած ժամանակահատվածի եկամուտները։ Սա է այս երկու կետերի կոնտեքստը, եւ երրորդ կետը նույնպես շատ կարեւոր է, տեքստից իմ ընկալումն եմ ասում, որոշումը կլինի, ըստ էության դատարանը ասում է, քանի որ ես վերահսկողություն իրականացնում եմ վերացական, ինչի է վերացական, որովհետև ոչ թե դատարանը դիմել է կոնկրետ գործով կիրառվող նորմի հետ կապված, կամ անձը անցել է երեկատյան եւ իր նկատմամբ արդեն իսկ կիրառվել է համապատասխան նորմը, այլ ասում է, ես նայում եմ օրենքի աբստրակտ տեքստը, աբստրակտ նայելով ինքը համապատասխանում է։ Դա չի նշանակում, որ այդ հոդվածները չեն կարող հակասահմանադրական ճանաչվել, օրինակ, եթե այլ եղանակով մեկնաբանվեն, պրակտիկայի, այո, որովհետև Սահմանադրական դատարանը հավելում են օրենքի սահմանադրականությունից, իրավունք ունի նաև քննարկել օրենքի պրակտիկայում տված մեկնաբանության սահմանադրականությունը, եւ ես ենթադրում եմ, որ որոշման մեջ պետք է հեղումներ արված լինեն մի շարք հարցերին, օրինակ սույն գործի շրջանակներում Սահմանադրական դատարանը գործը քննելիս առաջին անգամ կասեցրել էր Վենետիկի հանձնաժողով դիմելու համար։ Եվ Վենետիկի հանձնաժողովը որոշակի խնդիրներ տեպսել էր ժամկետի մեջ, ասել էր մենք հիմնականում խորհուրդ ենք տալիս 10, եթե չեմ սխալվում 15 տարի։ Մենք Հայաստանի Հանրապետությունը մոտավորապես 14 թե 15 թվականին երբ որ վավերացրել են կոռուպցիայի դեմ կոնվենցիան, կոռուպցիայի կանխարգելման կոնվենցիաներից մեկը այնտեղի իրացման համար մեր քաղաքացիական օրենսգրքի հայցային վաղեմության հոդվածում կատարել ենք փոփոխություն, որտեղ ասել ենք, եթե կոռուպցիոն հանցագործության պատճառած վնասի մասին է խոսքը, 10 տարի ենք դարձնում։ Այսինքն մենք այս երկար ժամկետը արդեն իսկ իրացրել էինք օրենսդրության մեջ։ Հիմա օրինակ Սահմանադրական դատարանը ինչ որ ձևով դրան էլ ենթադրում եմ անդրադարձ կատարել է, որովհետև հետադարձության խնդիրը պայմանականորեն դրա շրջանակներում պետք է դիտարկվի։ Բարձրացված էր խնդիրը դատախազության լիազորություններին, որ դեպքում կարող է համարվել, որ սա պետական շահերի պաշտպանություն է, եւ կարծում եմ դատարանը ինչ որ մեկնաբանություն պետք է տված լինի նաեւ այս դրույթներին, որպեսզի հասկանանք արդյոք միշտ դատախազությունը կարող է
ում դեմ երբ ցանկանա դիմի թե չդիմի ասենք, կա լրջակուն խնդիր նույն օպերատիվ տվյալների հետ կապված, որովհետև այդ օպերատիվ տվյալների ստացման ընթացակարգը, ձևը, process-ները պետք է նույնպես կարգավորված լինեն։ Հիմա կտեսնենք որոշումը, կլինի որոշումը, որոշման հիմնավորումները կգուշակենք, այսինքն ինչ կլինեն գործերը կդժվարանան, բայց եթե մենք օրենքի տարին համապատասխան գործելու լինենք, բոլոր հայցերը, որոնք հարուցված են, առնվազն քրեական գործի հիման վրա պետք է կարճվեն, որովհետև առնվազն մեր վարույթի բոլոր գործերում, երբ որ մենք փորձել ենք դատախազությունից պնդել, ճշտել հայցի առարկայի հիմքի պարզման ընթացքում, արդյոք այս հայցի հիմքում դրված է ենթադրյալ հանցագործության եւ բռնագանձվող գույքի միջև կապը, ստացել ենք պրակտիկորեն բոլոր գործերով, որոնք դատարանում են առնվազն, ասենք ստացել ենք շատ հստակ պատասխան, որ նման պահանջ օրենքը չի դնում, այնինչ ստացվում է, որ դնում է։ Եվ համապատասխանաբար մենք նման պահանջ բացակայության պայմաններում հայցի հիմքում նման պնդում նույնպես չենք դնում, որ կապ կա։ Հիմա շփոթմունք է առաջանում, որ սահմանադրական դատարանը սահմանադրական է ճանաչել օրենքը, իրականում այդպես է, բայց սահմանադրական դատարանը բացի նրանից, որ կարող է ասել սահմանադրական է եւ հակասահմանադրական է, ունի միջանկյալ մի հատ լիազորություն, որը երևի ամենակարևոր լիազորություններից մեկն է, երբ որ ինքը սահմանադրական է ճանաչում որոշակի մեկնաբանության լույսի ներքո։ Եվ սահմանադրական դատարանը իր իսկ որոշումների կիրառմանը անդրադարձ կատարելով ասել էր, որ սահմանադրական դատարանի որոշումները բացի եզրափակիչ մասից մնացած մասերը նույնպես ունեն կարևորություն եւ դրա համար եմ ասում, քանի դեռ չկա տեքստը, շատ դժվար է գնահատել, բայց երրորդյա ժամկետը լրանում է երկուշաբթի, այսինքն այսօր կամ երկուշաբթի ընդհանրում է, որ որոշումը կլինի հրապարակված, երեքշաբթի օրվանից ավելի առարկայական ակնհայտորեն կկարողանանք մեկնաբանել, հասկանալ ինչ է կատարվել եւ ինչ պետք է լինի մնացած գործերով։ Պարոն Օրբելյան, օրերս Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ պատրաստվում են մեր դատական համակարգ ներառել երթվյալ ատենակալների ինստիտուտը, դուք որքանով եք սա հնարավոր համարում եւ ինչ է կարծում, ինչ նպատակներ ունի իշխանությունը նման փոփոխություն անելու դեպքում։ Մենք ինչ է ցանկանում անել իշխանությունը, ինչ են ասել, ինչ են մտածել, չեն պլանավորում մեկնաբանել, որովհետեւ տվյալ անձի գիտելիքները զրոյական են, զրոյական բան իմաստով, ոչ իրավաբան, ոչ իրավագետ, ոչ իրավունքի տեսություն գիտի, համալսարանից էլ դուրս է մնացել։ Այսինքն այն փաստը, որ վարչապետի պաշտոն է զբաղեցնում, դրանից ինքը ավելի խելոք, տեղեկացված, գիտակցված, ավելի տենց լուրջ վերլուծություն անելու ընկալում չունի։ Եվ երբ որ դիտարկում ենք մոտավորապես ֆրակցիաները, մի հատ ինչ-որ հերոստատ սերիալ ենք նայում, վայ կլինի մեր մոտ էլ անենք, սկզբունքով տպավորություն է իմ մոտ ստեղծվում։ Հիմա եթե վերադառնամ բովանդակային, հետևյալն է։ Գործիքները իրավաբանական լավը վատը չեն, իրանք նեյտրալ են, այսինքն արդյոք ուզում ենք ունենանք նախկինից բերեմ օրինակներ, վարչական դատարան։ Վարչական դատարանը կարող է շատ լավը լինել, վարչական դատարանը կարող է շատ վատը լինել։ Հիմա հակակոռուպցիոն դատարան ունենք։ Հակակոռուպցիոն դատարանը տեսականորեն կարող է լավը լինել, տեսականորեն կարող է վատը լինել։ Մենք կարող ենք սահմանել հիմա օրինակ Վճռաբեկ դատարանում վարչական պալատ էր առաջ, վարչական քաղաքացիական պալատ էր։ Կարող ենք առանձնացնել, կարող ենք չառանձնացնել։ Կան գործընթացներ, որոնք գործող սահմանադրության մեջ հակասահմանադրական են, կան գործընթացներ, որոնք սահմանադրության համապատասխանում են։ Եթե սահմանադրությանը համապատասխանող գործընթացի մասին ենք խոսում, օրինակ չենք բացում կալանքի դատարանները, որոնք իմ գնահատմամբ սահմանադրականության խնդիրներ ունեն, մնացած բոլոր դեպքերում ցանկացած ինստիտուտ կարելի է ներդնել։ Խնդիրը այդ ինստիտուտի ներդրման ընթացակարգը, ձևը, ամբողջականությունը։ Հիմա ապօրինի գույքի բռնագանձումից ենք խոսում, ինքը բավականին հաջողված ինստիտուտ է, կարող է կիրառվել, բայց եթե դրա նպատակը օրինակ նրանում է, որ պետք է ինչ-որ մեկից գույք բռնագանձենք, ինձ պետք է գործիք, որ գնամ բռնագանձեմ, ընդ որում այդ ինչ-որ մեկին արդեն գտել եմ, գիտեմ ով է, եւ գիտեմ ինչ գույք եմ ուզում բռնագանձեմ, ինձ ուղղակի գործիք է պետք, որ դրան օրինականության շղարշ տանք, դառնում է հայտարարակ վատ գործիք, որովհետեւ մենք այս գործիքը փոխանենք, ստեղծենք ավտոնոմ, ամբողջական իր համակարգի ներսում համապատասխանեցնենք մնացած գործիքների հետ, ոնց որ ամբողջական աշխատի, մենք այս մի հատ բուտ գործիք ենք սարքում, որը սկսում է բացասական ազդեցություն ունենալ բանի վրա, տնտեսության վրա, շուկայի վրա, մարդկանց կյանքի վրա, մարդկանց իրենց ռեսուրսները պլանավորելու եւ մի շարք այլ հարցերի վրա։ Հիմա երթվել ատենակալների ինստիտուտը կարող է կիրառվել, կարող է չկիրառվել։ Ես
այն մարդկանց դասին չեմ, որ ասեմ Հայաստանում դա չի կարող լինել, եւ նաեւ այն մարդկանց դասին չեմ, որ ասեմ դա առանց դրա չի կարող լինել արդարադատություն։ Երբել ատենակալների ինստիտուտը ուղղակի գործիքներից մեկն է, որը պետք է կիրառվի, բայց այդ կիրառելուց առաջ պետք է հասկանանք եւ որպես փաստաբան որևէ ձև չեմ կարող ասեմ դեմ եմ նման ինստիտուտին։ Ուղղակի մտահոգությունս հետեւյալն է, որ ինչպես մնացած բոլոր գործիքները կիսատ պրատ կիրառելու եւ այլ նպատակ ունենալու լույսի ներքո կարող է փորձի արվել, որովհետեւ եթե մենք դիտարկում ենք օրինակ երթվել ատելակալների ձևավորված պրակտիկա ունեցող երկիրը, դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, որտեղ սահմանադրությամբ է երաշխավորված, եթե չեմ սխալվում, $20 ավել գերազանցող ցանկացած վեճի դեպքում եւ քրեական գործերի դեպքում իրավունք ունենալ երթվել ատելակալների կողմից գործի քննություն, ժյուրիի կողմից գործի քննություն, դա լրիվ այլ իրավական համակարգ է։ Այսինքն մենք ինչ-որ տարբեր մոտեցումներ կարող է ունենանք, ասենք օրինակ ինչ դուր է գալիս ամերիկյան դատարանները, մեկին կարող է դուր գա գերմանական դատարանները, մեկին կարող են դուր գալ մեկ այլ դատարաններ, իրականում մեր խնդիրը ոչ թե ինչ-որ միտեղ նայենք, ասենք այսպես հեռուստատեսությամբ նայեցինք շատ լավներ, կամ փորձի փոխանակում ենք արել, գնացինք տեղում նայեցինք շատ հետաքրքիր էր, այլ պետք է հասկանանք, որ համակարգն է ունակ լուծել առկա խնդիրները եւ կարգավորել։ Հետևաբար մենք երթվել ատենակալների ինստիտուտը ներդնելու համար, այսինքն կարող ենք աշխատել, բայց դրանից առաջ պետք է դեռևս բավականին շատ աշխատանք անենք, որ ունենանք դատախազություն, ունենանք քննչական մարմիններ, այդ մարմինների միջև ունենանք նորմալ փոխգործակցություն։ Այն վերջնական մեղադրական եզրակացությունները, որ գալիս են դատարանում ունակ լինեն ընդհանրապես քննարկման ենթարկվելու։ Պետք է ունենանք հնարավորություն դատարանի մոտ ունենա այդ ձևավորված մոտեցումները, որ ապահովի երթվել ատելակալների ինստիտուտի ամբողջական աշխատանքը, որովհետև դրան զուգահեռ դատարանը հսկայական գործ պիտի անի։ Դատարանը պետք է ունենա այդ անկախությունը, որ SMS-ով իրեն չհեռացնեն եւ ինքը հնարավորություն ունենա ապօրինի ապացույցները չթողնի, որ երթվել ատելակալները նույնիսկ տեսնեն։ Գործընթացի անարդարացիության ժամանակ պետք է գործը նույնիսկ մի քայլ առաջ չգնա, փակվի։ Երթվել ատենակալների ինստիտուտը ենթադրում է, որ դատախազությունը բողոքարկելու իրավունք պետք է չունենա։ Վերջապես պետք է դատախազության ինքնագնահատականը իջեցվի այն մակարդակի, որին պետք է լինի եւ ինքը իր տեղը հստակ հասկանա, որ ինքը առաջին ացանի մակարդակից ավել չպետք է իրան պատկերացնի։ Քննչական մարմինները պետք է ուղղակիորեն հասկանան, որ իրավունք չունեն որևէ դեպքում ապօրինի գնահատեն որևէ դատական ակտ, մասնավոր անձանց չի վերաբերվում, խոսում այն պետական այլ մարմինների մասին։ Եվ այլն, սա ես բերում եմ օրինակներ, սրանք պետք է շատ հստակ պատկերացնենք։ Եվ մեր մոտ խնդիրները ոնց են ծագում։ Եվ մենք ասում ենք, այ մի հատ լավ բան տեսանք, բերենք դա ներառենք, հա, մոտավորապես հիմա շատ աբստրակտ կասեմ, մեկ ասի, իմ կարծիքով BMW մեքենայի շարժիչներն են լավ, այս մի մեքենայի փոխանցման տուփն է լավ, այս մեկի շասին է լավ, այս մեկը գեղեցիկ մեքենա է, բերեք Alfa Romeo-ից վերցնենք, ասենք, չգիտեմ, ամբողջական տեսքը, ու բերեք բոլորը միացնենք իրար, լավ մեքենա կդառնա։ Այդ բոլորը միացնելու դեպքում ստացվելու է հայտարարված մեքենա, որովհետև այն շարժիչը չի աշխատելու փոխանցման տուփի հետ, փոխանցման տուփը չի աշխատելու անիվային համակարգի հետ, ու մեքենան ուղղակի չի շարժվելու։ Մենք այս նույն խնդիրը տեսնում ենք նոր հենց քննարկում ենք ապօրինի գույքի բռնագանձման օրենքի շրջանակներում։ Երբ որ մենք վերցնում ենք մի հատ օրենք, ներողություն մի հատ օրենք չէ, ինչ որ լիքը կոնցեպտներ խառնում ենք իրար, մի հատ sense ամբողջականացնում ենք, ընդ որում ինչ որ փորձագետ էլ մեզ խորհրդատվություն է տալիս տեղյակ չլինելով մեր մնացած օրենսդրության կարգավորումների հետ, մեկը չկա որ ասի, չէ, սա սրա հետ այսպես պետք է տեղավորվի, սա այս ինստիտուտով, սա այս կտորներով։ Նրանք ովքեր ասում են քննադատության են ենթարկվում մոտավորապես այնպիսի պնդումներով, տենց է կանում, որ ձեր մոտ այդպես է մոտեցումներով, եւ չմոռանանք, նորից ես նախորդ օրինակի վրա բերեմ, երբ որ ամերիկացի փորձագետը խորհրդատվություն է տալիս ապօրինի գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում, պետք է մենք չմոռանանք, որ Ամերիկայի սահմանադրությունը սեփականության իրավունքը չի երաշխավորում։ Ամերիկայի սահմանադրության մեջ չկա սեփականության իրավունքի երաշխավորություն։ Եվ այն ձևով ինչով կա Հայաստանում, այն ձևով ինչպես կա մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում։ Սա ուղղակի զուտ գիտություն։ Հա, այսինքն այդ համակարգը, երբ որ բերում ենք ներ ենք դնում, մնացած համակարգը չի համապատասխանեցվում, առաջանում է կոլապս։ Մենք պետք է հասկանանք, որ երթվել ատենակալների ինստիտուտի դեպքում, օրինակ, եթե վկան չեկավ դատարան, նես չի որ հաձգելու ենք կամ կարդալու ենք վկայի նախաքննական ցուցմունքը։ Չկա, վկան չեկավ դատարան, արդարացվելու է մարդը։ Այսինքն առանց այդ վկայի են գործը քննելու, չեն լսելու այդ վկայի ասածները։ Չի լինելու դեպք, որ վկան չեկավ դատարան, դատախազացի դե լավ, ինչ որ ասել է, բերեք դա կարդանք։
Լիացյալ ատելակալները ենթադրում է, որ պետք է 2 շաբաթանոց դատաքննություն լինի ամենօրյա ռեժիմով, եւ դրա վերջում պետք է ատելակալները որոշում կայացնեն։ Իսկ մինչև այդ պետք է լինի նախնական դատալսումներ այնքան, եւ այդ իրավական հարցերով գործերի մեծ մասը չի հասնելու ատելակալներին, այսինքն Ամերիկայի մոտավորապես մասխալտիվ չասեմ, բայց ասենք 90%-ից ավել գործերը չէր հասնում ատելակալներին։ Դա խաշտություններով էր փակվում, դատարաններ գործը փակում, կարճում եւ այլն։ Այսինքն մենք եթե այս լույսի ներքո նայենք եւ եթե օրինակ սրան համադրեմ անցած տարվա, եթե չեմ սխալվում, անցած թե անցած տարվա ստատիստիկայով 60% ավարտված գործերը առանց վարորդական իրավունքի ավտոմեքենա քշելու գործերն են, որոնք ըստ էության արագացված կամ համաձայնեցման վարույթներով են փակվել։ Բովանդակային քննության այս ամբողջ process-ները չկարգավորված հանգամանքներում, այն հանգամանքներում, երբ որ դատարանը ունակ չի ոչ թե գիտելիքը չունի ամբողջական, չունենք այն ամբողջական երաշխիքների փաթեթը, որը հնարավորություն կտա դատարանին հանգիստ սրտով չթողնել գործի առաջընթացքը, չվախենալով, որ հեսա մեր կարգապահական, SMS, դատարանների շրջափակում, դատավորի նկատմամբ քրեական գործ, նմանատիպ process-ներ կլինեն։ Երբ որ մենք կունենանք այս ամբողջը, այս ամբողջի մեջ երթվել ատելակալները ինձ միայն որպես փաստաբան ավելի աջակցող կլինի, որովհետև ակնհայտորեն կիմանան, որ դատախազությունը պարտվելու է ել ավելի շատ գործել, հայ պաշտպանությունը այն ձևով ինչով գալիս է, բայց որպես քաղաքացի դա կարող է առաջացնել սարսափելի հետևանքներ, որովհետև եթե դատախազությունը ունակ չլինի այս հանցագործությունների դեմ բերել նորմալ պատրաստված քնված գործեր ամբողջական ապացույցներով, հույսը չդնի, որ դատավորը պետք է այս ապացույցները հավաքի, դատավորը հարցումներ անի, դատավորը վկային ճիշտ հարցերը տա, որ ստանա պատասխան, նույն ամերիկյան մոդելում դատավորը լրիվ պասիվ է։ Մենք պետք է հասկանանք հանցավորության վիճակը ինչ է լինելու։ Այսինքն սա ինստիտուտ է, որը կարող է լինել, կարող է չլինել, լինել թե չլինելը ունի նեյտրալ ազդեցություն Հայաստանի իրավական համակարգի համար, դա ոչ թե մի հատ վաու է, որ հեսա տեսեք ինչա լինելու, ոչ էլ մի հատ այնպես բան է, որ վայ հեսա սա որ դնեն, ընդհանրապես ամեն ինչ քայքայվելու է։ Սա այսինքն մենք ոնց որ գործիք է, որը կարող է ունենալ դրական ազդեցություն, կարող է ունենալ բացասական ազդեցություն, ինքը իրենով որպես գործիք ունի նեյտրալ ազդեցություն, այսինքն չի կարող նենց մի բան լինել, որ այ դա բերի չգիտեմ ինչ որ հսկայական process-ների։ Եթե հանկարծ դա դրվի խայտարակված տարբերակով, որ արդյունքում ռեալ գործիքակազմը ամբողջական չլինի, դրա բացարկների հնարավորությունը, առանց պատճառաբանության ատենակալ հեռացնելու հնարավորությունը եւ այլն, մենք չենք ունենալու համապատասխանաբար դրա կարող ունենանք բացասական հետևանքներ։ Եթե կունենանք ամբողջական համակարգ, այսինքն եթե խոսում ենք ամերիկյան մոդելի արդարադատություններ դնելու համար, դա էլ է հնարավոր, բայց դա ենթադրում է իր համապատասխան հետևանքները եւ դատախազությունը օրինակ պետք է պատրաստ լինի, որ իր գործերի մեծ մասը 2 շաբաթում փակվելու է եւ վնաս իրան, չի էլ հասնելու ատենակալներին։ Այն միջև որ կսովորի գրել մեղադրանք, որտեղ ես երբեմն ինքս ինձ վրա եմ աշխատում, խոսելուց մի քիչ բարդ է, բայց գոնե գրավոր տեքստում փորձում եմ ինչքան հնարավոր է, միշտ չի ստացվում, բայց գրել պարզ նախադասություններով առանց կրավորական սեռի։ Ես հələ չտեսա մի հատ բարդ մեղադրանք, որտեղ լինի ներգործական նախադասություններ, այսինքն այս ինչը արեց, այս ինչը, ոչ թե այսպես եղավ, այսպես ստացվեց, այսինքն վերացական են դրանք, པարզ չի, դա նշանակում է նորմալ չի քնված, դա նշանակում է չենք պարզել ով է կատարել, ինչ է կատարել, երբ է կատարել։ Երկար նախադասություններ են, որ էջից ավել, ասենք, հա, կամ կես էջից, ու դա ուղղակի տպավորություն ստեղծելու համար ստեղծված, այսինքն կարդում ես տես տպավորություն է մի անգամից բացասական ձևավորվում, բայց բովանդակություն ես փորձում գտնել, որովհետև մեղադրանքը վերջի վերջը դա վարկած է, որով դու մեղադրում ես անձին, որ նա կատարել է օրենքով չարգելված արարք։ Չես տեսնում գործողություն, անգործություն, հիմնավորում ես ընդհանուր ինչ որ բացասական հետևանքների նկարագիր է տրված երրորդ անձանց գործողությունները ու մի գործի մասին չի խոսքը, բազմաթիվ գործերի մասին է խոսքը։ Սա պետք է փոխվի, մոտեցումները պետք է փոխվի, սա իրավական կրթության ամբողջական համակարգում պետք է փոխվի։ Իսկ որպես երևույթ հիմա կարող է լինել, կարող է չլինել։ Սա բայց շատ կարևոր է, որ ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետության համար մեկ մարտահրավերն է այսօր Երթվել ատենակալների ինստիտուտի ներդրումը։ Չեմ կարծում, որ դա բերելու է միանգամից վստահության ավելացման եւ չեմ կարծում, որ դրա չներդնելու դեպքում անհնար է իրականացնել դատական բարեփոխումների, ասենք, ցիկլ ռեալ գործ անել եւ ռեալ հասկանալ ինչ է դա նշանակում, որ SMS գրելը ինքնին հանցագործություն է
Այսինքն չես կարող դու խնդրել ԲԴԽ նախագահային հրաժարական տալ։ Նույնիսկ նման միտք ունենալ եւ բարձրաձայնել, այսինքն որ բաց ասում ես, ես եմ արել, դրանից հանցագործությունը չի դադարում լինել հանցագործություն։ Դա միջամտություն է դատական իշխանության անկախությանը։ Անկախ նրանից, ինչ վերաբերմունք ունենք մենք, դուք, բոլորը կոնկրետ անձանց նկատմամբ։ Ինքնատուն են ԲԴԽ նախագահ, քննչական կոմիտեի, հակակոռուպցիոն կոմիտեի եւ այլ նմանատիպ մարմինների ղեկավարների նկատմամբ, որոնք պետք է ըստ սահմանադրության իրենց կարգավիճակի լինեն անկախ։ Պարոն Օրբելյան, Նիկոլ Փաշինյանն նաև արտահայտվեց կրկին անգամ անկախության հռչակագրի մասին, ասաց, որ դա համարում է կոնֆլիկտածին եւ պետք է տեղի ունենան սահմանադրական փոփոխություններ եւ անկախության հռչակագրին հղումը դուրս գա մեր սահմանադրությունից։ Դուք հավանական համարում եք, որ այս փոփոխությունը կյանքի կկոչվի հանրապետություն։ Էլի չքննարկեմ ինչ այնք ասում, որովհետեւ պաթետիկ ստախոս է։ Որովհետեւ մի անգամ ասում է չէ, մի անգամ ասում է հա, մի անգամ ասում է կապ չունի, մի անգամ ասում է կապ ունի, մի անգամ ասում է ադրբեջանցիները չեն խնդրել, մի անգամ ասում է ադրբեջանցիները չեն խնդրել, բայց դե իրանք են խնդրել, մի անգամ ասում է չեն խնդրել, պահանջել են։ Այսինքն իմաստ չունի քննարկել մի մարդու ասածը, որը ոնց որ իր ասած տեքստը դու չես էլ իմանում ճիշտ է ասում, սուտ է ասում, այդ պահին հավատում է իր ասածին, թե ուղղակի պետքա սուտ ասել, դրա համար է սուտ ասում, չես հասկանում սուտ է ասում, որովհետև ինչ որ ընկալում է, ինչ որ բան է պլանավորում, թե այդ պահին ասենք ունի ինչ որ հոգեկան առողջության խնդիր եւ իրեն թվում է թե ինքը ճիշտ է ասում։ Իրականում էս, այսինքն չեմ ուզում քննարկեմ այդ։ Հիմա բայց փորձեմ քննարկեմ անկախության հռչակագրի եւ սահմանադրության փոփոխության հնարավոր հարցերը մի քիչ ավելի գլոբալ։ Անկախության հռչակագրին ուզում ենք սահմանադրությունից հանենք, ուզում ենք չհանենք, ուզում ենք թողնենք, ուզում ենք փոփոխենք, անկախության հռչակագիրը վեր սահմանադրական փաստաթուղթ է։ Տարբեր երկրներ տարբեր եղանակներով են անկախացել, տարբեր երկրներ տարբեր երկրներից են անկախացել, որոշ երկրներ ի սկզբանե անկախ են եղել, որոշ երկրների պայմանական եմ ասում, անկախության հռչակագիր կամ այդ փաստաթուղթը, որով իրենք ձևավորվել են, դա ոչ թե անկախություն էր, այլ թագավորությունից դարել են հանրապետություն կամ ինչ որ նմանատիպ գործընթացներ, որոշ երկրներ եղել են անկախ, հետո օկուպացվել են իրենց գնահատմամբ եւ իրենց անունը դնենք անկախության հռչակագիր, ըստ էության հաստատել են անկախացման, վերանկախացման գործընթաց։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը անկախացել է Խորհրդային Միության տարածքում Խորհրդային Միությունից որոշակի պետությունների առանձնացման արդյունքում։ Կա շփոթմունք, որ փլուզվել է, Խորհրդային Միությունը չի փլուզվել։ Խորհրդային Միությունը շարունակում է գոյություն ունենալ իդեմս Ռուսաստանի Դաշնության։ Ռուսաստանի Դաշնության սահմանադրության համաձայն Ռուսաստանի Դաշնությունը Խորհրդային Միության իրավահաջորդն է եւ շարունակողն է։ Կոնտինուիտետի կոնցեպտն է մշակված։ Ինչի համար, որովհետեւ դա չանելու դեպքում առաջանում էր մի շարք լուրջ խնդիրներ, դրանցից ամենալուրջը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամությունն էր։ Այսինքն, թե Ռուսաստանի Դաշնությունը չի Խորհրդային Միությունը, իսկ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ գրված է անվտանգության խորհրդի մշտական անդամներն են երկրների շարքում գրած է Խորհրդային Միություն, ապա ինչ հիմքով է Ռուսաստանը գնում այնտեղ։ Հետևաբար Ռուսաստանի Դաշնությունից կամ Խորհրդային Միությունից անկախացել են պետություններ։ Երեք երկիր հստակ դիրքորոշում են հայտնել, դա Բալտյան երկրներն են, որ իրանք դեօկուպացվել են, ասում են 39 թվականին Խորհրդային Միությունը մեզ գրավեց, մենք նորից անկախացանք։ Մնացած երկրների մոտ մոտեցումները տարբեր են։ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի համաձայն Հայաստանի Հանրապետությունը ըստ էության հիմք ընդունելով առաջին հանրապետության անկախ պետականության ավանդույթները ձևավորել են նոր պետություն, որ այն տարածքում, որի շրջանակներում գոյություն է ունեցել մեր Գերագույն խորհուրդը։ Մեր Գերագույն խորհուրդը ընտրված են եղել Հայաստանի Հանրապետության այն ժամանակ ԽԽՍՀ եւ Լղիմ տարածքից, Լղիմ Շահումյանի շրջանը ոչ մեծ տարածքից։ Հիմքում դրել է վերամիավորման որոշումը եւ ըստ էության Խորհրդային Միությունից, երբ որ անկախացել է, երբ որ մենք գնացել ենք Ալմատայում եւ Ալմատայում հռչակագրին մասնակցել ենք, պայմանավորվել ենք, Ռուսաստանը ճանաչել է մեր անկախ պետության սահմանները։ Ոչ թե խորհրդային սահմանները, այլ ասել ճանաչել եմ քո այս տարածքները։ Եթե այդքան են ուզում Ալմատան կիրառեն, Ալմատայով փաստացի Ռուսաստանը ճանաչել է Հայաստան-Արցախ սահմանները։ Հետագա փաստաթղթերում օկուպացիայի մասին խոսելիս երբեք խոսք չգնացել Արցախի տարածքի օկուպացիայի մասին։ Միշտ խոսքը գնացել է շրջակա հարակից շրջանների օկուպացիայի մասին։ Հիմա վերադառնալով անկախության հռչակագրին, անկախության հռչակագիրը եղել է մեր առաջին ճակատավոր ասած սահմանադրությունը։ Ինչի եմ ասում, որովհետև համապատասխան իրավական ակտերը ասել են խորհրդային
օրենքները գործում են այնքանով, որքանով չեն հակասում անկախության հռչակագրին։ Անկախության հռչակագրի հիման վրա են մարդիկ մասնակցել հանրաքվեի եւ քվեարկել սահմանադրության օգտին։ Անկախության հռչակագրի հիման վրա է գործել պետությունը եւ մի շարք այլ օրենքների։ Եվ անկախության հռչակագիրը ինքը սահմանել է, որ ինքը հիմք է հետագա սահմանադրությունների, ոչ թե սահմանադրության, այլ սահմանադրությունների եւ սահմանադրությունների փոփոխության համար։ Հիմա սահմանադրական դատարանը ինչ որ ձևակերպում տվեց, որ դա սահմանադրության մաս է, մաս չի, պետքա դիտարկվի, չդիտարկվի, բայց այդ նույնիսկ այդ որոշմամբ չի կանխորոշել եւ չէր կարող կանխորոշել այս սահմանադրության փոփոխության կամ ենթադրյալ նոր սահմանադրության ընդունման ժամանակ նույնպես պետք է հաշվի չառնենք թե ոչ եւ պատասխանը իմ գնահատմամբ պետք է հաշվի առնենք եւ սահմանադրական դատարանի տեսքից էլ դա բխում ասում է ինչը չեն գրել մեջը չկա երբ որ ես որպես դատարան ստուգում եմ պայմանագրի համապատասխանությունը սահմանադրությանը բայց անկախության հռչակագիրը չի դադարում լինել որպես փաստաթուղթ, որը հիմք պետք է լինի հետագա ցանկացած սահմանադրական փոփոխության։ Հիմա վերադառնալով, բայց մեր հնարավոր է փոփոխություն թե չէ։ Սահմանադրական փոփոխությունները ակնհայտորեն գործող իշխանությունները ցանկանում են անել կամ նոր սահմանադրության ընդունում։ Ավելին դա հստակ ասել են արդեն երկար ժամանակ, միակ խնդիրը այն է, որ իրենք չգիտեն ինչ են ուզում փոխեն, որովհետև իրենց ցանկությունն է բացառապես իշխանության իրենց պահպանումը։ Իրենք այդ փոփոխությունները դիտարկում են բացառապես իշխանության պահպանման լույսի ներքո։ Այսինքն ինչ անենք, որ մեր իշխանությունը մենք մնանք իշխանության։ Այս տեսակետի լույսի ներքո են դիտում։ Ինչի եմ սա ասում, որովհետև 1, 2, 3 սահմանադրական ինչ-որ հանձնաժողով ա եղել։ Դեռևս քննության առարկա պիտի դառնա հսկայական, ըստ քաղաքական գործիչներից մեկը 700 միլիոն թե մի քանի 100 միլիոն թիվեր հնչեցրել, դրան փող է ծախսվել այս հանձնաժողովի անդամների կամ մասնագետների, փորձագետների վրա Հայաստանի պետական բյուջեից, որպեսզի կազմեն սահմանադրական փոփոխությունների հայեցակարգ, հետո սահմանադրություն։ Բայց վերջում եկանք հասանք նրան, որ արդարադատության նախարարը ասում է, դե մենք կգրենք առանց հայեցակարգի ինչ-որ սահմանադրություն։ Իրականում ոչ մեկը չի խոսում, բայց ըստ նույն Ադրբեջանի եւ իրենց այստեղի ներկայացուցիչների, հա, ասենք փաստացի իշխանությունների քննարկումներից ակնհայտ է, որ սահմանադրություն շեշտադրում են անկախության հռչակագիր, խոսելու են անկախության հռչակագիր, համոզված եմ այնտեղ մի շարք այլ փոփոխություններ են լինելու, իրականում ցանկություն կա փոխելու մի քանի հոդվածներ, որի մասին չի բարձրաձայնվում են, վերջում էլ փորձելու են sense նենց անցկացնեն, որ չերևա։ Հիմա ասեմ, մեկը դա ազգային մեր զինված ուժերի վերաբերյալ հոդվածն է, փորձելու են այնպես անել, որ Հայաստանի Հանրապետությունը զինված ուժեր չունենա։ Անունը դնելու են, որ խաղաղության ժամանակաշրջանը մեզ պետք չի։ Մոտավորապես Գերմանիայի, Ճապոնիայի երկրորդ համաշխարհայինին հաջորդող ինչ-որ ձևակերպումներով։ Մամ կարող է անունը դնել, որ ունենք հատուկ նպատակներին, պետքա ծառայի։ Մյուսը ես գնահատում եմ, որ փորձելու են փոփոխել հայ առաքելական Սուրբ եկեղեցու վերաբերյալ հոդվածը, ասելով, որ դե կրոնի ազատությունը ինչ է նշանակում պետական կրոն կամ ինչ-որ հատուկ բան, սա պետք չի, մենք հայերս խոմ սահմանադրության ուժով չի, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցուն տենց հարգում ընդունում ենք, դե սա պետք է հանվի, որովհետև անախրոնիզմ է։ Հիմքեր ունեմ ենթադրելու, որ ցանկություն կա փոխելու ընտանիքի վերաբերվող հոդվածը, որտեղ ուղղակիորեն նշված է, որ ընտանիքը տղամարդու եւ կնոջ միասնությունն է։ Փոխել ասեն, դա ինչ կապ ունի, սա տենց էական չի, բերեք ավելի ընդհանրական գնանք։ Այսինքն այդ եւ մի շարք այլ հոդվածներ, այսինքն հիմա սրանք են անկյունակարային կետերն են, բոլորի միջելոց այս կամ այն ձևով ուղղակիորեն բխում են անկախության հռչակագրից, չեմ բացառում, որ նախատեսվի, որ հայերենը պետական լեզուն չի կամ միակ պետական լեզուն չի հայերենը, պայմանականորեն թողնում ենք անգլերեն, ռուսերեն կամ որևէ այլ լեզու։ Հնարավոր է վերպետական միավորումներին կամ այլ պետությունների միավորվելու հոդվածը, որը նախատեսում է հանրաքվե պարտադիր 215 հոդվածը դա փոխեն, որպեսզի իրեն կարողանան ըստ անհրաժեշտության միանան ինչ-որ իրենք իրենցով որոշեն ու միանան ինչ-որ մի հատ մարմնի։ Հնարավոր է ընտրական համակարգի փոփոխություններ, որը կօգնի ենթադրաբար իրենց վերընտրվանը։ Ինչի եմ դա ասում, որովհետև սահմանադրության ամենաֆունդամենտալ արժեքներից մեկն ենք մենք ոտնահարում։ Դա հետևյալն է, սահմանադրության կայունությունը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանադրությունը երևի ամենապրոբլեմատիկ ու ամենավատ սահմանադրություններից մեկն է, եթե տեքստը նայենք։ Մարդու իրավունքներ ընդհանրապես չկա, մարդու իրավունքներին անդրադարձ է կատարվում սահմանադրական փոփոխությունների մեջ։ Առաջին 10 փոփոխություններ եւ մի քանի հատ հետագա փոփոխություններում մարդու իրավունքների որոշակի սահմանափակ քանակ կա։
ճիշտ է, նահանգային սահմանադրություններում մի քիչ այլ կարգավորում ունի, բայց դա առաջին խնդիրն է։ Երկրորդ խնդիրը Ամերիկայի ընտրական համակարգն է։ Մինչև հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախագահի ուղղակի ընտրություններ չկան։ Ընտրում են ընտրիչների միջոցով, ոչ բարդ համակարգով։ Վերջին մի քանի ընտրություններում պարբերաբար բարձրաձայնվում է, որ սա խնդիրներ կարող են առաջացնել։ Հա, ասենք Ալբերտ Գորի եւ Ջորջ Բուշ կրտսերի ընտրության ժամանակ Ալբերտ Գորը հավաքել էր ավելի շատ ձայն, բայց ընտրվել էր Ջորջ Բուշ կրտսերը։ Սա որպես օրինակներ եմ ուղղակի բերում, ու միակ դեպքը չի։ Բայց ոչ մեկը չի ասում բերեք փոխենք։ Կամ ավելի ճիշտ ասում են, բայց չեն հասնում փոփոխության։ Ինչի, որովհետև կա խաղի կանոններ, բոլորին պարզ է եւ բոլորը այդ խաղի կանոններով առաջնորդվում են, փորձում են գան իշխանության եւ իրենց գաղափարները առաջ տանեն։ Հիմա Թրամփը նախորդ ընտրություններում չէր անցել, այս ընտրություններում անցավ։ Ինչի եմ սա ասում, որովհետև եթե մենք անընդհատ փոխում ենք խաղի կանոնները, մեր մոտ չի ձևավորվում համակարգեր։ Մեր անկախության հռչակագիրը ըստ էության նախատեսել էր, որ պետք է լիներ պարլամենտարիզմ, որովհետև Գերագույն խորհրդի մասին էր խոսում եւ Գերագույն խորհրդի վերահսկողության։ Բայց մենք պետք է պարլամենտարիզմը ձևավորելուց հետո ունենանք առնվազն մի քանի պարլամենտ, որի շրջանակներում այս խնդիրները, այս ապօրինությունները, որոնք տեղի են ունենում հիմա, ինչ որ ձևով շտկվեն, երբ որ պարլամենտական մեծամասնությունը ասում է ճիշտ է, գրված է, որ փոքրամասնությանը պետք է տանք այս պաշտոնները, բայց դե մենք որոշեցինք չքվեարկել։ Այսինքն սա այն դեպքերն է, մի մասը սահմանադրական դատարանը շտկում է, մի մասը դեռևս չի շտկում, բայց սա պետք է լինի երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ պարլամենտ այս համակարգով, որպեսզի պարլամենտարիզմը ձևավորվի։ Պետք է պարլամենտական գործունեության աշխատակարգեր, մոտեցումներ, հմտություններ, քաղաքագիտական միտքը ձևավորվի, լավ, օպոզիցիան ինչ կարող է անել եւ ինչ չի կարող անել, ինչ սпасել օպոզիցիայից, ինչ չսпасել օպոզիցիայից։ Պետք է մենք մի քիչ անցնենք, ասենք մտնենք մի քիչ ավելի նորմալ քաղաքական process-ների դաշտ, որտեղ հնարավոր լինի այս ամբողջ աշխատացնել։ Եթե մենք հիմա փոխեցինք սահմանադրությունը եւ օրինակ համակարգը նորից փոխեցինք, նորից փորձելու ենք հիմա դրա տակ բոլորը դասավորվել, հասկանալ, մեկ ասելու ակուսակցություն, մեկ ասելու ուժեղ անհատ, մեկ ասելու ինչ որ այլ ֆորմատ։ Հետո 10 տարի հետո կամ 5 տարի հետո նորից փոխենք, 5 տարի հետո նորից փոխենք, արդյունքում մենք չենք ունենում ինչ որ կայացած ձև։ Մենք 3 սահմանադրական մեծ փոփոխություն, սահմանադրություն ընդունել ենք 95-ին, 2 հատ մեծ փոփոխություն, մի հատ արհեստական օրակարգով 20 թվականի փոփոխությունն ենք անցկացրել։ Ինչ ա եղել 95-ին ընդունել ենք սահմանադրությունը, 2005-ին պետք է փոխեինք, չեն կարող չփոխել, որովհետև Եվրոպայի խորհուրդ մտնելու նախապայման է եղել համապատասխանեցնելը։ 3-ի սահմանադրությունը չի անցնում, 5-ին ընդունվել է։ 15-ին տեսականորեն կարող ենք չփոխենք էլ, բայց 15-ի փոփոխությունները անհրաժեշտ են, օրինակ ու դա կարող եմ ասել ինչի կոնկրետ դատական իշխանության փոփոխություններ իրականացնելու համար, որոնք տվել են արդյունք։ Դատական համակարգի ձևակերպումները, որոնք առկա են 2005-ի սահմանադրության մեջ, ենթադրում են բուրգաձև դատական համակարգ։ Վճռաբեկ դատարանի նախագահան, ոնց որ նախագահում էր հիմնականում բոլոր մարմինները, այն ժամանակ կար դատարանների նախագահների խորհուրդ, նախագահները նշանակվում էին ծմահ չէ, միջև պաշտոնավարման ավարտ, ու այսինքն ստացվում էր այդպես կիսա բրգաձև համակարգ, ինչը բնորոշ չի դատական համակարգին։ Անհրաժեշտ էր փոխել։ Հիմա դա փոփոխելու ժամանակ մնացած փոփոխությունները ինչքանով էին անհրաժեշտ, ինչքանով են ոչ անհրաժեշտ, ում որով էր կարված կաշճում, կարված էր թե ոչ, դա ուրիշ հարց է։ Ու որոշ գործընթացների սահմանափակ քանակով մասնակից եղել եմ, ականատես եղել եմ, այսպես ասեմ, չեմ կարող պնդել, որ դա ինչ որ հատուկ նպատակով ինչ որ արված էր, բայց քանի որ կար նաև հստակ պահանջ պարլամենտարիզմի անցնելու ու դա արտահայտվում էր օպոզիցիայի կողմից այն ժամանակ, շատ հստակ օպոզիցիա տարբեր կուսակցությունների, տարբեր գործիչների, նաև պարլամենտական համակարգներ ներդրվել։ Բայց սահմանադրությունը նախատեսել էր հստակ երաշխիքներ, որոնք հիմա ոտնահարվում են։ Դա փոքրամասնության պաշտոններն էր։ Փոքրամասնության կողմից Թաքուի Թոմասյանի օրինակը բերենք, հա, նիստ վարելու որպես հանձնաժողովի նախագահ, մշտական հանձնաժողովի, այնպես ինչպես ինքը կցանկանա, ոչ թե այնպես ինչպես մեծամասնությանն է դուր գալիս։ Եվ դա չի նշանակում, որ մեծամասնությանը դուր չգալու դեպքում մեծամասնությունը կարող է հանձնաժողովի նախագահի պաշտոնից պաշտոնանկ անել օպոզիցիոն պատգամավորին ինչա թե իրենց դուր չի գալիս, ոնց է վարում նա նիստը եւ ոնց է թույլ տալիս, ասենք տեխնատուին ինչ որ բան ասել կամ չասել, արտահայտվել կամ չարտահայտվել։ Ենթադրվում է, որ գլխավոր շտաբի պետը սահմանադրության մեջ ուղիղ է նախատեսված, չի կարող լինել պաշտպանության նախարարի տեղակալ։ Ինքը անկախ պաշտոն է, որը նշանակվում է ֆիքսված ժամկետով եւ ենթակա չի կամայական փոփոխության։ Քաղաքական պաշտոն չի, ազինված ուժերը ապաքաղաքական են, ենթադրվում է
որ չպետք է զինված ուժերի ղեկավարը գլխավոր ով է ղեկավարում ամբողջ այդ զինված ուժերը, այսինքն գլխավոր շտաբի պետը քաղաքական պաշտոն զբաղեցնի նախարարի տեղակալի։ Նախատեսված է դատական համակարգի վերաբերյալ ցանկացած փոփոխություն անելու իրավունք ունի ժողովուրդը։ Ոչ թե ազգային ժողովը, բայց ազգային ժողովը 4 ժամում փոխում է հոդված, որտեղ սահմանադրական դատարանի կազմ է փոխում։ Եվ նմանատիպ այլ բաներ, հա, դատարանների անկախության երաշխիքներ, падգամավորների անկախության երաշխիքներ, падգամավորական խոսքի համար անկախություն, մարդու իր անձեռնմխելիություն, անձեռնմխելիության ամբողջ կառուցակարգերը։ Նախատեսում է, որ ոչ թե հանցագործությունը ոչ թե նա է, որ թաքուն են անում։ Այսինքն, եթե բաց գնամ գողություն անեմ, դա շարունակելու է լինել գողություն։ Հիմա մոտեցումն է հետևյալն է, ես կարող եմ հանցագործություն անեմ, ասեմ ես արել եմ, ու դրանից հետո տանեն դնեն գլխավոր դատախազ, որովհետև ուղղակիորեն ստանալ բանկային գաղտնիք քննիչից եւ քննիչին ուղղորդել չէ, փոխել տեքստը ուղարկել ինչ մեղադրական փաստաթղթերում ինչ գրի, դա հանցագործություն է։ Դրանից շատ ավել մեղմ խնդրանքի դիտարկման համար մարդիկ պատասխանատվություն են ենթարկվում։ Ուղղակի որ քննիչին խնդրեին ասեն մի քիչ sense նայի կամ էսրան ուշադրություն դարձնեն, դրա համար կդատեին։ Բայց չէ, մարդուն նշանակում են գլխավոր դատախազ Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն սա է խնդիրը, եթե մենք հասկանում ենք, որ սահմանադրությունը ոչ թե պետք է փոխել, այլ ուղղակի պետք է մեր կյանքը առաջնորդվել սահմանադրությամբ, հետևել սահմանադրությանը, կատարել սահմանադրությունը, ամեն ինչ տեղն է ընկնում։ Եվ այն բաները, որ սահմանադրությունը ժողովուրդը չի ընդունել եւ ժողովուրդը չի ընկալելու, նույնպես մտածածին եւ կեղծ արհեստական ձևակերպումներ են։ Աշխարհում գոյություն չունի սահմանադրություն, որ ժողովուրդն է գրել։ Չկա։ Բոլոր սահմանադրությունները գրում են մարդիկ։ Այսինքն, երբ որ մենք մի 50,000 հոգով որոշենք տեքստ գրենք, բան կար, երեխա ժամանակ մուլտիկ կարեն Պրաստակվաշինայի մասին, որ նամակ են գրում տուն, միտող շունն է գրում, միտող կատուն, միտող տղան է գրում, միտող ինչ-որ տիտիկն է գրում, միտեղ պաշտալյոնն է գրում, ծնողները նայում են ու շաթափում են, որովհետև ստացվում է մի հատ այնպիսի խառնաշփոթ, սահմանադրությունները միշտ ամբողջ աշխարհում գրում են մասնագետները։ Քննարկում են օրինակ նույն Վենետիկի հանձնաժողովի այլ միջազգային կառույցների հետ, որտեղ այլ մասնագետներ են, ձևակերպում են, նայում են, փորձում են գտնեն կարգավորումներ, բայց ենթադրվում է, կրկնում եմ, որ սահմանադրությամբ պետք է մենք առաջնորդվենք, այլ ոչ թե փոփոխենք։ Հիմա սահմանադրությունը ընդունել է ժողովուրդը։ Եվ 15 թվականի սահմանադրության չափ քննարկված փաստաթուղթ, որ 1.95-ին է եղել, որովհետև մի շարք հանձնաժողովներ շատ ակտիվ process է եղել։ 15 թվականի սահմանադրության ժամանակ տեղի ունեցել ռոուդ-շոուներ, հեռուստատեսությամբ ներկայացրել են մարդկանց, պատմել են մարդկանց հետ շփվել են, քննարկել են եւ օպոզիցիան հնարավորություն է ունեցել դիրքորոշում հայտնի, օպոզիցիան ասած դեմ կողմ, հա, over դեմ էր տեքստին։ Մենք այսօր տեսնում ենք, որ նմանատիպ դրան մոտիկ գոնե որևէ հարցով, լրջագույն հարցերով քննարկում տեղի չի ունենում։ Բան, քաղաքում տրանսպորտի սակագին ավելանում, բացված կեն ուզում, բացված չկա։ Ավտոկայանատեղիների կարմիր գծերի, հա, տարեկան վճարը ավելանում, ինչի այդքան։ Ինչի 160,000, ոչ թե ասենք 200,000։ Չեմ ասում ինչի ոչ էժան։ Ինչ չկա։ Հարկային բեռը միանգամից բարձրանում 7 անգամ որոշակի մասնագիտությունների նկատմամբ, ինչի, որովհետև պետք է թանկացնենք։ Անցումային փուլ, կյանքը պլանավորելու հնարավորություն, ոնց որ փոփոխությունների քայլ առ քայլ իրականացում չկա։ Եվ շարունակությունը հիմա ով է ուզում սահմանադրություն փոխի, սա էլ մի հատ, սա էլ է շատ կարևոր։ Մարդիկ, ովքեր 7 տարի առաջին դասարանում են մնացել, ովքեր գիտեն, որ իրենք ոչ մի բան չգիտեն, բայց ոչ թե որովհետև խելոք են, այլ ուղղակի իրենք պարբերաբար զարմանում են, որ իրենք ոչ մի բան չեն կարողանում անեն։ Ինչի չեն կարողանում անեն, որովհետև մասնագետները, երբ որ ճիշտ բան են ասում, ստանում են ինչ-որ անտրամաբանական քննադատություն, որ մեզ մի քննադատեք, մենք գիտենք ինչ։ Այսինքն ներառականություն այսօր գործող կառավարությունում չկա։ Մենք ունենք մի հատ իրավիճակ, երբ որ որոշակի հասարակական կազմակերպություններ մասնակցում են հնարավոր բոլոր թեմաների վերաբերյալ քննարկումներին։ Անկախ կրկնում եմ մասնագետների կրթությունից, փորձառությունից, ռեալ դաշտում աշխատանքից, ու այս դաշտում մենք գործում ենք մի հատ ինչ-որ սկզբունքով, որտեղ, չգիտեմ ինչի որոշվել է, ինչ-որ առաջ էր ամբողջ ապօրինի էր, ինչ-որ հիմա է դեռևս ապօրինի չի, այսինքն մենք մտնում ենք փակ ցիկլ, հաջորդ իշխանությունը էս ասելու է ինչ-որ եղել է հիմա է ապօրինի։ Մենք պետքա շուրջ տանք ամեն ինչ ու նայենք ապագային։ Իսկ ապագային նայելը դա ոչ թե սահմանադրություն փոխել մեջ անկախության հռչակագրի վրա հաղումը հանելն է, որովհետև կրկնում եմ, անկախ Հայաստանի Հանրապետությունը անկախ է, քանի կա անկախության հռչակագիր։
անկախության հռչակագրի վերացումը հանգիստ կարող է բերել անկախության վերացման։ Այդ եթե մենք չենք ասում, որ սա է մեր անկախացումը, ուրեմն մենք այդ ինչ-որ երկրի տարածքից որ առանձնացել ենք, այդ երկիրը վաղը կգա կասի, «Ախ, առանձնացել, ուրեմն կպակ մեզ»։ Սա է խնդիրը։ Հիմա տարբեր ինչ-որ խելոք մտքեր ասել, ինչ-որ միտեղ մի բան կարդալ, միտեղ կրկնել, այս սա ենք դնելու, նա ենք դնելու, սա ենք անելու, նա ենք անելու, անիմաստ է։ Էլեկտրոնային արդարադատության համակարգը մինչև հիմա չի աշխատում։ Դրված է հայցադիում են գրում, որպեսզի պատկերացնենք։ Օրենքում գրված է, ունենք քաղաքացիական դատավարության օրենսգիրք, որտեղ ուղղակիորեն գրված է։ Հայցադիումը պետք է պարունակի ու գրած է դատարանի անունը, որտեղ ուղարկվել է, հայցվորի այսինչ տվյալները, պատասխանողի այսինչ տվյալները, փաստերը, որի վրա հիմնված են ինչ-որ բան։ Բացում եմ էլեկտրոնային հայցադիմում, սկսում եմ լրացնել, ինչ-որ տվյալները պահանջում են, որոնք որպես պարտադիր, որը օրենքով պարտադիր չի։ Ասում ենք ինչի, ասում եմ մտածեցինք, որ ավելի հարմար կլինի որ լինի։ Ասում եմ լավ է քարե որ մտածել եք որ ավելի հարմար կլինի, բայց ոնց որ հայց գրելուց սրանք է պարտադիր, կամ այստեղ փոխեք գրեք, որ սրանք էլ պիտի լինի, որ ձեր ծրագիրը աշխատի, կամ հանեք այդ ծրագրի մեջից պարտադիր, հա ես կարող եմ ավելի ինֆորմացիա տալ, եթե ունեմ։ Օրինակը բերեմ, պատասխանողի համար միշտ նախատեսվում եմ, որ գրում ենք մարդու անուն, ազգանունը եւ հասցեն, որովհետեւ եթե ես ձեզ պետքա դատի տամ, ես ձեր անձնագրի պատճենը պարտադիր չի որ պիտի ունենամ, որ ձեր անձնագրի տվյալները լրացնեմ։ Ես ասել եմ Կորուն Սիմոնյան, ձեր հասցեն գիտեմ, լրացրեցի, ավարտեցի։ Հիմա չէ գրել են անձնագրի տվյալներ, ինչ որ բաներ լրացնել, շատ լավ։ Այդ անցնում ենք առաջ։ Բացում եմ հայցադիումի բովանդակությունը գրած է ներածական մաս։ Հայցադիումի ներածական մաս ձևակերպում չկա, վճռում կա։ Վճիռը պետք է ունենա ներածական մաս, պատճառաբանական մաս, եզրափակիչ մաս, ներածականում գրվում է, սրան գրված է, օրենքում դա կա, բայց հայցադիումում չկա, չէ, բայց մտցրել են։ Ինչի, որովհետև ասպատե մտածեցինք այսպես հարմար կլինի։ Ու սա հիմա գործող համակարգն է, որի միջոցով մենք ուրիշ տարբերակ չունենք, էլ այսինքն հայց գրելու միակ տարբերակը դա է։ Սարքել են վճարման կարգադրությունների ինստիտուտ, որ պետքա նոտարի միջոցով բռնագանձվի։ Կոնցեպտը եղել է վաղուց, ինչ որ տարբերակներ քննարկվել են, որոշակի սահմանադրականության դեռևս ես փոխնախարար եմ, որ քննարկում ենք, մի քիչ այլ մոդելով շատ լավ գաղափար է, բերեք անենք իրականացնենք։ Հիմա սարքել են մոդել, որտեղ մարդիկ պետք է լրացնեն տվյալները, նոտարը հետո կստանա կգործի։ Ոնց որ ամբողջական այս ձև է գործում։ Ասում ենք կարող է քանի որ այս համակարգով հայցեր ներկայացնելու կամ դիմում ներկայացնելու իրավունք ունեն միայն սահմանափակ թվող սուբյեկտներ, դա հեռահաղորդակցության ու կարգավորող ոլորտներն են, հա, այսինքն բանկեր, ֆինանսական կառույցներ եւ հանրային ծառայություններ։ Ասում ենք, ինչի՞ չեք սարքում մի հատ համակարգ, որտեղ ավտոմատացված լինի այս ինֆորմացիայի փոխանակումը, copy paste-ով չլինի, էլի, որովհետեւ արդեն շատ վաղուց կան լուծումներ, ես որ ասում եմ վաղուց, ասենք 10 տարուց ավել է, որտեղ այս հնարավորությունները կա, քննարկում հիմա չի գործում, բայց պաշտոնատար անձի հետ ասում ենք Ինչա պետք է, եթե ֆինանսավորումը չի երիքում, բերեք բաց դիալոգի գնանք պոտենցիալ օգտագործողների հետ, ասենք չի երիքում ֆինանսավորում, բերեք ինչ-որ լուծում գտնենք, ֆինանսավորումը ապահովենք, թե դոնորները կլինի, թե պետական բյուջեն կլինի, թե մասնավոր պետություն համագործակցություն կլինի, բայց պարզ ասեք, ասում չէ, մենք պետք է մի հատ համակարգ ունենանք, որեն տատիկը կարողանա գրի։ Ասում եմ լավ եք ասում, բայց տատիկին իրավունք չեք տվել այս համակարգով օգտվելու։ Սա այս համակարգը, որ դուք սարքել եք, շատ սպეციფიկ գործիքական է, որը ուղղված է բացառապես կոնկրետ սպეციფიկ սուբյեկտներին, այսինքն կարող են սրանով հայց չէ, վճարման կարգադրության դիմում ներկայացնել միայն բանկեր, վճարային ունիվերսալ վարկային կազմակերպություններ, հեռահաղորդակցության, գազ, ջուր, էլեկտրաէներգիա եւ այլ կազմակերպություններ։ Բոլորը ունեն տվյալների բազաներ ամբողջական, առաջ ոնց էին անում, մեր կոճակեն սեղմում գրվում էր այդ փաստը, միանգամից։ Հիմա պետքա բացի մեկը ձեռով տեղնայից, տեղարտագրի, ստենայից, տեղարտագրի։ Առաջընթացը տեսականորեն, դատարանը բեռնաթափվում է տեսականորեն, այո։ Բայց ստացվում է մի հատ աշխատանք, որը կարելի է անել շատ ավելի պրիմիտիվ, ընդ որում ստեղ էլ բաժանումը միջև վերջ պարզ չի։ Համակարգի մեջ լիազորելու գործիք կա, այսինքն եթե դուք պիտի կազմակերպության անունից հայց գրեք, ես ձեզ լիազորում եմ համակարգերը ոնց այլ, ասում եմ, լիազորված լրացնում եմ ձեր տվյալները, որ դուք կարողանաք մուտք անել, դուք ստանում եք մուտքանուն, տվյալներ ու կարողանում եք հայց գրել։ Բայց քանի որ ես ձեզ լիազորել եմ, համակարգը գեներացնում է լիազորագիր, որպեսզի դուք կարողանաք դիմում ներկայացնել։ Հիմա առաջին անգամ լրացրեցինք, ուղարկեցինք, մերժում ենք ստանում։ Ինչի՞ ասում եմ, լիազորագիրը չի համապատասխանում օրենքի պահանջներին։ Ասում եմ, բայց ձեր համակարգն է գեներացրել այդ լիազորագիրը։ Հիմա ստիպված մի հատ էլ ուրիշ լիազորագիր են կազմում, այս լիազորագից բացի մի հատ էլ կցում ենք։ Սա ես ինչի՞ եմ սա բերում։ Սա ցույց եմ տալիս ինչ իրավիճակա տիրում։ Իսկ այս իրավիճակը տիրում է միայն մի պատճառով։ Ուրիշ պատճառ չկա, կարող եք նայել գրականություն, բազմաթիվ, ինչքան ուզում եք, սա կոչվում է դատախազության ամենաթողություն, որովհետև դատախազությունը քրեական գործեր է հարուցում, հնարավոր եւ անհնար ամենը։
հարցի վերաբերյալ, դատախազությունը մի կոնկրետ դատախազություն չէ, բան ոստիկանապետություն անունը դնենք, հա, մի քիչ ոստիկան ոչ թե պաշտոնատար անձից, այլ այդ բանով։ Ցանկացած պաշտոնատար անձ գիտի, ցանկացած գործողություն անելու համար վերջում կարող է քրեական պատասխանատվության ենթարկվի։ Կարող է չդատվի վերջում, բայց գալու են, ստուգելու են, նայելու են, մի հատ էլ ապօրինի գույքով ստուգելու են իր 90 քանի թվականի գույքը, որը ինքը ձեռք է բերել իրականում ունեցել է կամ բարեկամները գումար են շատ ա եղել, ասենք, բարեկամները ինչ որ քանակի գումար են փոխանցել 90-ականներին, ասում են, քեզ խի է փոխանցել, եթե չկա պայմանագիր, համարում եմ ապօրինի, հա, պայմանական։ Այսինքն, սա է, մենք պետք է ոչ թե նման ուղղություն ունենանք, այլ մենք հակառակը պետք է ունենանք խրախուսող կոնցեպտներ, խրախուսող մոտեցումներ։ Ճիշտ է, պետք է գողությունը, թալանը, չգիտեմ ինչը դա պատժվեն, բայց մենք դա էլ չենք պատժում, մենք գործիքները ոչ թե ապագային ենք ուղղում, այլ անցյալին։ Այսինքն մենք ոչ թե ասում ենք, այ հիմա մի գողացեք, այս տունը որտեղ է։ Նորություններում քանի հատ հրապարակումներ եղան, որ այս պաշտոնատար անձը ինչ որ կասկածելի էժան գներով բնակարանա ձեռք բերել։ Այս անձը նվիրատվություններ է ստանում։ Օգտագործվում է վարչական ռեսուրսը հստակ կոնկրետ հասարակական կազմակերպության ֆինանսավորելու համար։ Ընթրիքի գնանք, գումար բռնագանձենք։ Մի անձի կողմից, ով որևէ իրավական կապ չունի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հետ, բայց օգտվում է վարչապետի բնակարանից, պետական պաշտպանությունից, իրավական որևէ կապ չունի։ Կամ ոչ մի ձևով։ Լավ, կապ ունի այնքանով, որ երեխաների մայրն է, բայց իրավական իրար հետ կապ չունեն։ Հա, ասենց ուզում եմ ասեմ, սրանք պարամետրեր են, որոնք շատ կարևոր են։ Մենք թվում է, թե հա դա ինչ ա եղել, ինչ ա եղել, ինչ ա եղել, շատ թեթև ենք վերաբերվում այս ամեն ինչին։ Հիմա նորից եթե մեզ փորձեմ բերեմ, հետեւյալն է։ Սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն չկա։ Կամ ավելի ճիշտ մի քիչ այլ ձև ասեմ, չկա աշխարհում սահմանադրություն, որը հնարավոր չի բարելավել։ Բայց սահմանադրության փոխելու, այսինքն այնպիսի խնդիր, որը անհնար է լուծել առանց սահմանադրության փոփոխության, չկա։ Անկախության հռչակագրի հեռացում կամ չհեռացումը մեր տեքստից չի դադարեցնում նրան լինել անկախության հռչակագիր եւ չի դադարեցնում անկախության հռչակագիրը գործողությունը անկախության հռչակագրի որպես Հայաստանի Հանրապետության բազիսային վերսահմանադրական ինչ ասեմ անկյունակարային փաստաթուղթ։ Ուզում եք իրավական, ուզում եք քաղաքական, ուզում եք աշխարհաքաղաքական կապ չունի։ Անկախ ամեն ինչից, այս հիմարագույն եւ իրականությանը չհամապատասխանող թեզիսները, որ ցեղասպանությունը ինչ որ Ռուսաստանի KGB-ն է որոշել բերի օրակարգ։ Այսինքն ցեղասպանված Հայաստանի բնակչության, ես չգիտեմ քանի տոկոս, այսինքն 60, 70, 80%-ը ինչ որ բարեկամ ունի, ովքեր մի կերպ պրկվել են ցեղասպանության ժամանակ, հա, ասենք մի կերպ Մուշից, Վանից, Արդահանից, Զեյթունից, Սասունից, բանը, բնակչության ես չգիտեմ, երևի 90%, 80%, լավ, ինչ որ մի փոքր մասը կա, հիմնականում իմիջիալոցյունիկ, Արցախ, Տավուշի ինչ որ հատվածներ, հա, որոնք այդտեղի բնիկ են եղել եւ չեն տեղափոխվել որևէ տեղ։ Զգալի մասը ինչ որ տարածքներից տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն կամ Արևելյան Հայաստան, այսպես ասած։ Այս կոնցեպտները, որ Արևմտյան Հայաստանը, չգիտեմ ինչն է, Արևմտյան Հայաստանը էս ինչն է, սա абսուրդի դաշտից են եւ որևէ տրամաբանություն չունեն, բացառությամբ այն կոնցեպտը, որը ես արդեն սկսում եմ, ինչքան գնում այնքան ավելի շատ եմ համոզվում, որ իշխանությունում բավականին շատ թուրք գործակալներ կան կամ ազգությամբ թուրքեր կան, որոնք կարող է գործակալել չեն, հենց իրենք ծառայում են իրենց երկրին, չգիտեմ, բայց սա չի նշանակում, որ մենք պետք է ագրեսիվ լինենք, չի նշանակում, որ պետք է պատերազմենք, չի նշանակում, որ պետք է հարձակվենք պետությունների վրա, բայց դիրքորոշում պետք է ունենանք հստակ։ Եթե մենք չունենք դիրքորոշում հստակ, չունենք մոտեցում Հայաստանի Հանրապետությունից Հայաստանի բառը հանում ենք, ասում ենք ուղղակի հանրապետություն, ասում ենք ներողություն, հայկական լեռնավանդակը կապ չունի, տենց բառը մոռացեք, մի օգտագործեք Անատոլիա կամ ինչ որ այլ բառեր օգտագործենք, հա բերեք Հայաստանի Հանրապետությունը դիտարկենք միայն այս ծավալով ու Հայաստանը սա է, ուրիշ բանի հետ կապ չունի, մենք կործանվելու ենք, որովհետև չկա ինչ որ մի հատ կոնցեպտ, որ ինչ որ փակ միտեղ մնացինք ու մնում ենք այդպես հենց անընդհատ մնալու ենք։ Մեր հարևանությունը ինչքան էլ մենք դիտարկենք, թշնամական է ու բաց տեքստով թշնամական է։ Բաց տեքստով թշնամական է։ Նույնը վերաբերվում է միջազգային հայցերից հրաժարվելու, նույնը վերաբերվում է ինչ որ իրավական գործընթացներից հրաժարվելու, սա դրա շարունակությունն է, սահմանադրությունն էլ փոխենք, որ ասենք ոչ մի բան չենք անում։ Ցանկացած երիտասարդ, ով որ Բաքում ունեցել է մի քիչ լավ կամ վատ
երիտասարդություն, մանկություն են մի քիչ փողոցային, մի քիչ բակային միջազգային հարաբերությունները իրականում այդպեսին է։ Գիտի, որ եթե դու անընդհատ ասես հա լավ, էս էլ եմ համաձայն, էս էլ վերցրու, էս էլ վերցրու, էս էլ վերցրու, շարունակելու են։ Չի լինելու ինչ որ վերջ, չկա տենց որ ասենք Հավշոսրանից հետո ասելու են լավ ոնց որ դե հերիքա վերցրեցինք իր խաղալիքները, հետո իր իրերը, հետո էս ինչերը։ Ընդ որում կապ չունի, կամ են կողմից, կամ վերցնող, կամ տվող։ Չեմ ասում որ պետքա բոլորը վերցնողը լինեն։ Տվողներն է գիտեն որ անընդհատ տվել են։ Լավա, վատա, դա ուրիշ հարց։ Բայց այդպես է, միջազգային հարաբերությունները այդպես է։ Պարզ տեսնում ենք հիմա Ադրբեջանի կողմից որևէ մի հատ հարցում զիջում չասեմ, էլի տենց ագրեսիվ հռետորաբանության թուլացում։ Նկատենք չէ։ Կրակում են սահմանին, կրակում են։ Օդ են կրակում, առաջ են կրակում, կողք են կրակում, էական չի։ Որևէ դիրքից տավուշում ինչ որ գնում ասում են հեսա մենք կտանք, իրան կտան, հետ եղավ չէ։ Դիրքերում միայն առաջ խաղացում, դիրքերի գրավում, Հայաստանի ենթակառուցվածքների վերաճնշման մեծացում եւ այլն։ Այսինքն սա է խնդիրը։ Թուրքիան սահմանը Հայաստանի հետ փակել էր Քելբաջարի շրջանը օկուպացնելու համար հայկական ուժերի կողմից։ Քելբաջարի շրջանը նոյեմբերի 9-ի համաձայնագրին հաջորդող 15 թե 30 օրվա ընթացքում վերադարձվել է։ Հայաստանը ով ա եղել էական չի, սահմանը շարունակում է փակ մնալ։ Էսա։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հարգելի ռուսադիտողներ, ես զրուցում էի կոնցեռն դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հետ կհանդիպենք։